Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր առանց 1 գրամ այլուրի պատրաստում ենք դդմիկով շատ համեղ կարմրաթուշ կոտլետներ։ Անպայման պահպանեք բաղադրատոմսը, քանի որ սա դդմիկով կոտլետների ամենահաջողված տարբերակն է, շատ համեղ է ստացվում։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Դդմիկով կոտլետներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 կգ դդմիկ, 1 միջին չափի գազար, 2 կարտոֆիլ, 1 կծու ծիծակ, 3-ից 4 ատամիկ սխտոր։ Անհրաժեշտ է նաև 1 կապ խառը կանաչի, 2 ձու, սպիտակածավար և համեմունքներ։ Ինչպես նկատեցիք, այս բաղադրատոմսի մեջ այլուրը պետք է փոխարինենք սպիտակածավարով, ինչի արդյունքում կոտլետները արտակարգ են ստացվում, և կոտլետների մեջը երբեք հում չի մնում։ 1 կգ դդմիկ անց ենք կացնում քերիչի մանր անցքերով, քանի որ դդմիկները մատխաշեն, ես կեղևը չեմ հեռացրել։ Գազարը և կարտոֆիլը նույնպես անց ենք կացնում քերիչի մանր անցքերով։ Որպեսզի շատ սպիտակածավար չօգտագործենք և կոտլետների մեջ բանջարեղենի նուրբ համը պահպանվի, պետք է ավելորդ հեղուկ առանձնացնենք։ Այդ նպատակով բանջարեղենի վրա մի փոքր աղ ենք ցանում, մի լավ խառնում ենք և թողնում ենք մի քանի րոպե։ Ընդամենը 3-ից 4 րոպե և տեսեք, թե որքան հեղուկ է առանձնացել, որը մեզ հարկավոր չէ։ Սիրելիներս, դդմիկով կոտլետները այս բաղադրատոմսով այնքան համեղ են ստացվում, որ մեկ անգամ պատրաստելուց հետո այլ տարբերակ չեք փորձելու։ Մի փոքր կծվահամ հաղորդելու համար մարացնում ենք կծու ծիծակ, եթե կծվի սիրը հարճ է, կարող եք օգտագործել 1 ամբողջական պղպեղ։ Բանջարեղենային կոտլետները շատ ավելի համեղ են ստացվում, երբ օգտագործում ենք առատ կանաչի։ Մանր կտրատում ենք ռեհան, սամիտ, ազատքեղ և համեմ։ Կարող եք ավելացնել նաև կանաչ սոխ։ Մարացրած կանաչին ավելացնում ենք մնացած բաղադրիչների վրա, կավելացնենք նաև 2 ձու։ Էլ ինչ դդմիկով համեղ կոտլետներ առանց սխտորի։ Մամլիչով անց ենք կացնում 4-ից 5 ատամիկ սխտոր։ Կավելացնենք աղыс ճաշակի, մի փոքր սև պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ և քարի։ Թանկագիններս, դուք կարող եք ավելացնել ձեր նախընտրած համեմունքները։ Որպեսզի ստանանք կպչուն զանգված, որով հնարավոր լինի ձևավորել կոտլետներ, ավելացնում ենք 4-ից 5 ճաշի գդալ սպիտակածավար։ Եթե ձեռքի տակ սպիտակածավար չկա, կարող եք ավելացնել նույնչափ վարսակի փաթիլներ, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Դդմիկով և վարսակի փաթիլներով կոտլետների բաղադրատոմսը կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք անցնել հղումով և դիտել տեսանյութը։ Մեզ մնում է այս ամենը մի լավ խառնել, որպեսզի համերը տարածվեն, և սպասել 3-ից 4 րոպե, այդ ընթացքում սպիտակածավարը կուռչի։ Պետք է ստանանք առանց ավելորդ հեղուկի նման զանգված։ Կոտլետները կարող եք ձևավորել 2 գդալի օգնությամբ կամ ձեռքերը թռչել և ձևավորել ձեռքերով։ Թավայի մեջ լցնում ենք բուսայուղ, թողնում ենք տաքանա, ձևավորում ենք կոտլետները և տապակում ենք 2 կողմից, մինչև պատրաստ լինելը։ Ինչպես տեսնում եք, պատրաստման մեջ բարդ բան չկա, իսկ թե որքան համեղ կոտլետներ են ստացվում, կհասկանաք, երբ պատրաստեք ինքներդ։ Տոնական ձևով մատուցելու համար կպատրաստենք թանձրուկ, որով կոտլետները էլ ավելի համեղ են ստացվում։ Թանձրուկի համար մեզ անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ՝ թթվասեր, սամիտ և 1 ատամիկ սխտոր։ Չնայած որ պատրաստել ենք առանց 1 գրամ այլուր օգտագործելու, տեսեք, թե ինչպես են պահպանում իրենց ձևը։ Արտակարգ բաղադրատոմս է, թանկագիններս, փորձեք և մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Մատուցում ենք մեր պատրաստած ախորժելի տեսք ունեցող, վիտամինաշատ, սննդառատ կոտլետները և անուշ ենք անում։ Բարի ախորժակ։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ առանց 1 գրամ այլուրի դդմիկով կոտլետների այսպիսի իդեալական բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։